Ականանետը համազորային ստորաբաժանումների աջակցման արդյունավետ կրակային միջոց է, հատկապես լեռնային պայմաններում։ Քաշային տվյալներով պայմանավորված եւ հանդիսանալով դյուրակիր միջոց կարող է արագ փոխել կրակային դիրքը եւ կարճ ժամանակում իրականացնել ինտենսիվ կրակ։ Հրազդան ականանետի հիմնական առավելություններն են կրակի արագացկությունը, պարզ կառուցվածքը եւ մարտական կիրառման հուսալիությունը։ Ականանետն ունակ է խոցել նշանակետեր բարձունքների հակառակ լանջերում, ձորերի մեջ եւ դժվար հասանելի վայրերում, ավերել թեթև դաշտային տիպի կառույցներ, ինչպես նաեւ լուսավորել եւ ծխապատել մարտական գործողությունների անցկացման շրջանը։ Ականանետի թեթև քաշը եւ մարտավարատեխնիկական բնութագրերը կիրառող անձնակազմին թույլ են տալիս տեղափոխել ականանետը եւ ցանկացած տեղանքում խուսավարել հրաձգային ստորաբաժանումների շարժին համահունչ, նրանց ցուցաբերելով անընդհատ կրակային աջակցություն։ Հրապարակ է մտնում Արսենալ ընկերության հայրենական արտադրության 120 մմ տրամաչափի Սևան ականանետների շարասյունը։ Այն կիրառվում է տեղանքի խոր ծալքերում ու թաքստոցների հետևում կահավորված բաց եւ կիսաբաց պաշտպանական կառույցներից, խնդիր ունենալով ճնշել կամ ոչնչացնել խրամատներում, բարձունքների հակադարձ լանջերին, լեռնահովիտներում, ձորակներում տեղակայված պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները, ավերել թեթև տիպի դաշտային կառույցները, ինչպես նաեւ լուսավորել եւ ծխապատել այն տեղանքը, որտեղից անց են կացվում պայմանական մարտական գործողությունները։ Ականի զգալի հզորության, բավական արագաձգության, հրաձգության հեռահարության եւ կրակի խտության, ցածր քաշի եւ մեծ շարժունակության շնորհիվ ականանետը կարող է արդյունավետ եւ ժամանակին աջակցություն ցուցաբերել համազորային ստորաբաժանումներին, ապահովելով պայմանական մարտական գործողությունների հաջող ընթացքը։ Եվ Հրազդան, եւ Սևան ականանետները պայմանական մերձամարտ վարող ստորաբաժանումների կրակային խոցման հիմնական միջոցներ են։ Կրակի ճկուն կառավարման շնորհիվ դրանք ունակ են արագ արձագանքելու իրավիճակի փոփոխությանը, տեղափոխվելով եւ կենտրոնանալով տարբեր ուղղությունների վրա։ Զորատեսակի շարասյունը շարունակում են IDS ընկերության հայրենական արտադրության 122 մմ տրամաչափի փոքր համազարգային կրակի ռեակտիվ Ատլանտ համակարգերը։ Ատլանտ համակարգը որպես կանոն ներգրավվում է համեմատաբար մեծ չափեր ունեցող խմբային նշանակետերի խոցման, հեռավոր ականապատման եւ պայմանական մարտական գործողությունների շրջանում համատարած հրդեհների ստեղծման համար։ Դրա կրակն առավել արդյունավետ է բաց տեղաբաշխված կենդանի ուժը եւ ոչ զրահապատ նշանակետերը խոցելիս։ Հաշվի առնելով համակարգի կառուցվածքային չափերը, այն արդյունավետ է լայնորեն կիրառել լեռնային պայմաններում։ Համակարգը նաև արդյունավետ միջոց է հակամարտկոցային պայքար վարելու համար։ Տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համակցված աշխատել հայրենական արտադրության հետախուզական տարբեր միջոցների հետ, այն ներառելով հետախուզակրակային համակարգի մեջ։ Նախատեսված է կենտրոնացման շրջաններում, բացազատման բնագծերում կենդանի ուժի ու կրակային միջոցների եւ շարասյունների խոցման, ռեակտիվ, հրետանային, ականանետային եւ զենիթային մարտկոցների ճնշման համար։ Համակարգն ունի աշխատանքի ավտոմատացված ռեժիմ, ինտեգրված օդերևութաբանական կայան, ապահովում է բարձր խտության կրակ, որը թույլ է տալիս կարճ ժամանակում ճնշել պայմանական հակառակորդին, խաթարելով նրա գործողությունները։ Հրապարակում են 122 մմ տրամաչափի գործարանային արտադրության D30 հաուբիցները։ D30 հաուբիցը նախատեսված է կենդանի ուժի կրակային միջոցների, զրահապատ եւ այլ մարտական տեխնիկաների, հրետանային ու ականանետային մարտկոցների, հակաօդային պաշտպանության միջոցների եւ ղեկավարման կետերի խոցման համար։ D30 հաուբիցները լեռնային տեղանքում յուրային զորքերի աջակցման միջին հեռահարության բարձր արդյունավետության միջոցներ են։
փորձված ուժ, որը չի կորցնում իր նշանակությունը։ Այն տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը տարբեր պայմաններում։ Հաուբիցն առանձնանում է իր շրջանաձև եւ բարձրացման մեծ անկյունների տակ կրակի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել տարբեր ուղղություններից պայմանական սպառնալիքներին։ Ունի հատուկ զինամթերք կիրառելու հնարավորություն, իրականացնում է տարածքից խապատման եւ գիշերային ժամերին լուսավորման, ինչպես նաեւ լուսային կողմնորոշիչների տեղադրման խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս սպառազինությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանզի լեռնային տեղանքի գերակշռումը պահանջում է հզոր ու արդյունավետ կրակային միջոցների առկայություն։ D-30 հաուբիցը համատեղում է պարզ կառուցվածքը եւ հեշտ սպասարկումը։ Հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյունը շարունակում են 155 մմ տրամաչափի տորկ հաուբիցները։ Տորկ հաուբիցը ժամանակակից խոցման միջոց է եւ իզորու է մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ կրակով խոցել կենդանի ուժը, կրակային միջոցները, ռեակտիվ, հրետանային, ականանետային եւ զենիթահրթիռային մարտկոցները, ղեկավարման կետերն ու այլ նշանակետեր։ Տորկ հաուբիցն ինքնաշարժ է եւ ի վիճակի է առանց քարշակի տեղաշարժվել կրակային դիրքի շրջանում, ինչը թույլ է տալիս հաճախակի խուսավարումների շնորհիվ արագ փոփոխել կրակային դիրքերը, ինչի արդյունքում բարձրանում է համակարգի եւ կիրառող անձնակազմի կենսունակությունը։ Տորկ հաուբիցների նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումները, ինչպես նաև դրանց ժամանակակից կառավարման լուծումները հնարավորություն են տալիս ինտեգրել այն զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, առցանց ռեժիմում հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի եւ հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց եւ արագ վերադառնալ թաքստոց։ Հաուբիցի ավտոմատացված համակարգը նվազագույնի է հասցնում կիրառող անձնակազմի մեխանիկական սխալ թույլ տալու հնարավորությունը, ինչն էլ ապահովում է կրակի բարձր ճշգրտություն։ «155 մմ տրամաչափի հաուբիցների շարասյունը շարունակում է տիր համակարգերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական հնարավորությամբ չեն զիջում տորկ հաուբիցներին։ Դրանք նույնպես հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչի շնորհիվ բարձրանում է կրակի ճշտությունը եւ նվազում է կրակի բացման համար անհրաժեշտ ժամանակ։ Իր հրետանային համակարգը նախատեսված է մեծ հեռավորության վրա խոցելու հրթիռային, ռեակտիվ հրետանային մարտկոցները, կառավարման կետերը, հակաօդային պաշտպանության միջոցները, կենդանի ուժը եւ այլ կրակային միջոցները։ Իր հրետանային համակարգի ինքնաշարժ լինելը հնարավորություն է տալիս քարշակի հավանական խոցման պարագայում իր ընթացքով շարունակելու երթը եւ կատարելու առաջադրված խնդիրը։ Այն համեմատաբար թեթև է, ինչի շնորհիվ ավելի շարժունակ է եւ ճկուն տեղանքի տարբեր ռելիեֆներ հաղթահարելիս։ Համակարգի արդիականությունն արտահայտվում է նաեւ դրա կիրառման եւ սպասարկման պարզությամբ։ Միհր ինքնագնաց հրետանային կայանները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչը թույլ է տալիս միաժամանակ վարել ճշգրիտ եւ հուժկու կրակ։
Բալիստիկ համակարգիչը եւ օժանդակ սարքավորումները թույլ են տալիս ինքնագնաց հրետանային կայանք ինտեգրել զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգին, հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումներից ստանալ նշանակետի եւ հրաձգության համար անհրաժեշտ տվյալներ, իրականացնել ճշգրիտ հաշվարկներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց եւ արագ թողնել կրակային դիրքը, որի արդյունքում նվազագույնի է հասցվում ինքնագնաց հրետանային կայանքի բաց տեղանքում գտնվելու ժամանակահատվածը։ Բարձր ճշգրտության շնորհիվ այն նվազագույն ժամանակահատվածում խոցում է նշանակված նշանակետերը, ապահովելով մարտական առավելություն։ Համակարգի խցիկը զրահապատ է, ինչը բարձրացնում է անձնակազմի պաշտպանվածության մակարդակը։ Նույնիսկ մեկ համակարգը, շնորհիվ իր մարտավարատեխնիկական հնարավորությունների, անկախ այլ օժանդակող միջոցներից, կարողանում է կատարել կրակային խնդիրներ եւ արագ լքել կրակային դիրքը, մնալով չհայտնաբերված հետախուզական միջոցների կողմից։ Միհր ինքնագնաց հրետանային կայանքն ունի բարձր խուսավարման եւ արտաճանապարհային պայմաններում անցանելիության հնարավորություն, ինչպես հարթավայրային, այնպես էլ լեռնային պայմաններում։ Համալրված է զինամթերքի պահեստային պաշարով, որը թույլ է տալիս մինչև հիմնական զինամթերքի առբերում իրականացնելու նշանակետերի խոցում, համակարգը դարձնելով ավելի ինքնավար։ Օգտագործելով իներցիոն նավիգացիոն համակարգը, կիրառող անձնակազմը հնարավորություն ունի անծանոթ տեղանքում մեծ տարածությունների վրա կատարել ռազմերթ, զբաղեցնելու կրակային դիրք եւ իրականացնելու նշանակետերի խոցում։ Այդ նոր ձեռքբերումները հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ պլանավորում, արդյունավետ կառավարում եւ հուսալի ապահովում։ Հրապարակ են մտնում 155 մմ դրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքները։ Հուսալի պաշտպանվածության եւ ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում եւ բարձր արդյունավետությամբ խոցել պաշտպանության խորքում գտնվող, բարձր պաշտպանվածություն ունեցող, շարժվող եւ անշարժ կենդանի ուժը, կրակային միջոցներ եւ այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Համակարգերի զրահապատ խցիկը թույլ է տալիս անձնակազմը պաշտպանել հրաձգային զենքերի գնդակներից եւ արկերի բեկորներից։ Ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում այն իզորու է կատարել նշանակետերի ոչնչացման, տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ, հնարավորություն ունենալով կիրառելու ժամանակակից գերճշգրիտ եւ հակատանկային կառավարվող հեռահար արկեր։ Արամազդ ինքնագնաց հրետանային կայանքը ոչ միայն կրակային խոցման միջոց է, այլ նաև բարձր տեխնոլոգիական, ճշգրիտ եւ համակարգված գործողություններ իրականացնող հրետանային համակարգ, որը թույլ է տալիս նշանակետի հայտնաբերումից մինչև խոցումը իրականացնել ավտոմատ կրակի կառավարմամբ։ Իր մարտավարատեխնիկական բնութագրով եւ կիրառման արդյունավետությամբ արամազդ ինքնագնաց հրետանային կայանքը համարվում է միջազգային լավագույն, առաջատար հրետանային ինքնագնաց կայանքներից մեկը, որի ձեռքբերումը եւ ներդրումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արդեն իսկ խոսում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի հրետանային ստորաբաժանումներ ունենալու մասին։ Հրապարակում են կրակի միջին հեռահարության եւ խոցման մեծ մակերես ունեցող խոշոր տրամաչափի շանթ համազարգային կրակի ռեակտիվ համալիրի ստորաբաժանումները,
որոնք իզորու են մարտավարական, օպերատիվ մարտավարական խորություններում սովորական եւ գերճշգրիտ հրթիռներով խոցելի կենդանի ուժը եւ կրակային միջոցները, հասցնել կետային ու մակերեսային հարվածներ կարևորագույն ռազմական օբյեկտներին։ Շատ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Համալիրը կարող է գործել մարտական իրադրության եւ եղանակային ցանկացած պայմաններում, ինչպես ստորաբաժանման կազմով, այնպես էլ մեկ արձակման կայանքի միջոցով ճշգրիտ հարվածներ հասցնել միաժամանակ մի քանի նշանակետի։ Շանթ համալիրներն աչքի են ընկնում բացառիկ շարժունակությամբ։ Րոպեների ընթացքում ունակ են հասցնել հարված ու թողնել զբաղեցրած դիրքը։ Իսկ փաթեթային լիցքավորումը թույլ է տալիս կարճ ժամանակում պատրաստ լինել հաջորդ խնդրի կատարմանը, հնարավորություն տալով միաժամանակ կիրառել տարբեր նշանակության եւ հեռահարության հրթիռային զինամթերք։ Շնորհիվ արբանյակային ուղղորդման եւ թվային կառավարման